Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 13-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 13-ին։ Հարգելի խոյեր, այդ օր տան հետ կապված իրադարձություններ ունեք, հնարավոր է առիթ է կամ ձեր տանը կամ պետք է գնաք այդ առիթին։ Օրվա ընթացքում որևիցե հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել, դա նաև կարող է կապված լինել որևիցե պայմանագրի կամ մշտական գործունեության հետ։ Նաև ոմանց այդ օր ամուսնության առաջարկ կանեն, այստեղ նաև գուցե այդ պահերն են, գուցե դուք երկրում չեք կամ նման որևիցե հարցեր են, որ էլի բաց կթողնեք այդ հնարավորությունը, կամ կարող է ձեր հարազատներից մեկն է ամուսնանում եւ կամ այդ process-ն է կատարվում, հա, ամուսնության առաջարկը եւ դուք եւս էլի բաց եք թողնում այդ հնարավորությունը։ Նաեւ այդ օրը ինչքան մոծակ կա։ Այ, այս կողմերը շոկ է, որտեղ որ ես հիմա գտնվում եմ։ Ահա որ շատ են մոծակները, մենակ 2 րոպեում 9 հատ կծին։ Երևի 3-4 հոգով հարցակվել էին։ Վախեցած։ Մի անգամ աչքս էին այդպես կծել, ես վերջերս, մի քանի օր առաջ։ Ուրեմն այստեղ նաև ոմանք պատրաստվում են հարսանիքի, ոմանք ամուսնության առաջարկ կանեն, կստանան, նաև ոմանց համար սա կարող է լինել գործարք։ Կամ այդ օրը պետք է նույն բանը անեք, ինչ որ աշխատանք է, որը նույնն է անընդհատ, նույն բանն եք անելու։ Նաև տատանվում եք, ծանրու թեթև եք անում, ընտրության առջև կանգնած կլինեք, մտքերի մեջ կլինեք և ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այստեղ նաև զգույշ եղեք, հարաբերություններում եւս կարող է վեճ լինել, իրար չհասկանաք, իրար վիրավորեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։
Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 13-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը գումար կստանաք կամ նաև գումար կծախսեք։ Օրվա ընթացքում կստանաք երկար սպասված նամակ, լուր, տեղեկատվություն, հնարավոր է նաև փաթեթ է։ Ուշադրություն դարձրեք նաև այդ օրը ձեր առողջությանը, կամ կայցելեք նման կենտրոն, սա նաև կարող լուր լսել ինչ-որ մեկի մասին, որ հիվանդանոցում է օրինակ պարկած։ Եվ ձեր գործերը կզարգանան, առաջ կգնան, ոչ է մի լուսավոր բան տեղի կունենա, որը ձեր տրամադրությունը բավականին շատ կբարձրացնի, եւ դա կարող է լինել գործերը, եւ դա կարող է լինել հարաբերությունները, այնինչ որ տեղից չէր շարժվում, այնինչ որ ձեզ համար շատ կարեւոր է, այդ պահերը դրանք առաջ կգնան։ Հեսա ինչ-որ մի բան է, ոնց որ դե առաջ խաղացումը չի, սա ավելի շատ ոնց որ եթե օրինակ գործեր են, գործերը զգում եք, որ ավելի շատ է վաճառքը, ավելի այդպես։ Նաև որտեղ առաջ խաղացումը դա մեկ այլ քարտ է։ Եվ իհարկե այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 13-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը կտրուկ քայլ կանեք, կամ անսպասելի ոչ է մի բան տեղի կունենա այդպես կտրուկ, հա,
Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, կայցելել, այնտեղ գործեր անեք, օրվա ընթացքում նաև հուզվում եք, միգուցե նաև արտասվեք ինչ-որ հարցի հետ կապված։ Եվ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, այստեղ գորգռում եք եւ որից հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել կամ հակառակը բաց եք թողնում, հնարավորություն միգուցե ինչ-որ մեկի պատճառով եւ հետո գորգռում եք եւ նաեւ կարող եք ձեզ վատը զգալ, կարող եք նաեւ գլխացավեր ունենալ։ Դրա համար ձեզ պետք է զսպեք, հա, սա ձերն է, դուք եք անում, դուք եք գորգռում։ Ձեզ չեն դրթում, հա, դուք եք գորգռում։ Եվ այստեղ տխուր եք, որտեվ ինչ-որ մի բան է կանգնած, ինչ-որ մի բան առաջ չի գնում։ Միգուցե հենց դրանից է, որ այդ հնարավորությունը բաց թողեցիք ձեր ձեռքից եւ այլն։ Ամենայն դեպս, հա, կամ ինչ-որ բան դանդաղում է, կանգնած է, դրա համար այստեղ տխրում եք։ Այսքանը ձեզ համար կամ միայնակ եք ինչ-որ մի տեղ, տանը մարդ չկա, որ գա, սպասում եք, չկան, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 13-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ որ կարող գորգռալ, ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի հետ կապված, նավրե աշխատանքի վայրում է դա տեղի ունենում, աշխատանքի համար է դա տեղի ունենում, օձեր կան, չար մարդիկ, միգուցե իրենք են խառնում, որ օրինակ աշխատակիցների հետ վիճեք, կամ իրենց հետ եք վիճում, գորգռում եք իրենց վրա, կամ իրենց արարքի հետ է կապված դա, գալիս եք եւ պատմում եք, որ Էլինոյից փորձում են օճառ դնեն ձեր ոտի տակ եւ այլն, հա, ինչ-որ պահեր։ Օրվա ընթացքում լուսավոր մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաեւ նոր դռներ կբացվեն ձեր առջեւ, միգուցե ինչ-որ դուռ եք փակում, ի վերջո վերջացնում եք որևիցե գործընթաց եւ դա եւս հա ձեզ ուրախացնում է, որտեղ ավարտվեց վերջը, այլ չեք անդրադառնալու դրան։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, ոմանք նաև կարող են պետական աշխատողի հետ հանդիպել, ոմանք նաև հարցազրույցի գնան կամ տնօրենի հետ խոսեք, ոմանք աշխատանքի կընդունվեն, կամ այդ ամեն ինչը, այդ գորգռոցը, ինչպես որ ասացի, աշխատակիցների հետ է կապված։ Գուցե չի բացառվում նաև մասնագետի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առյուծների։
Ինչ է սպասվում առուսներին օգոստոսի 13-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը խոչընդոտներ ունեք եւ միգուցե այդ խոչընդոտների պատճառով է գորգռում եք կամ միգուցե դա ինչ որ մեկին եք պատմում ինչ որ բան այդպես գորգռալով։ Նաեւ օրվա ընթացքում հանդիպում կամ շփում կունենաք որևիցե երիտասարդ տղայի հետ, սա կարող է լինել ոմանց համար նոր ծանոթություն եւ երկար սպասված նամակ, տեղեկատվություն կստանաք, փաստաթուղթ, փաթեթ, եթե ինչ որ բան եք պատվիրել։ Սեղանի շուրջ եք նստելու այդ օրը եւ ուշադրություն նաեւ դարձրեք ձեր առողջությանը։ Կամ կայցելեք նման վայր, հիվանդանոց եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 13-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, նաև օձեր կան, այստեղ մտնում են ձեր անկողնային կյանք, բամբասում են ինտիմ հարաբերություններից ձեր կամ ինչ-որ մտնում են, կամ խորհուրդներ կարող են փորձել տալ ձեր ինտիմ կյանքի հետ կապված։ Նաև այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, կամ կայցելեք նմանատիպ վայր կամ հանգստի կարիք ունեք եւ հանդիպում շփում կունենաք ոչ տղամարդու հետ, սա արդեն ճանապարհ է կամ դուք եք գնում իր մոտ կամ ինքն է գալիս ձեզ մոտ, տարեց անձնավորություն է կամ պետական աշխատող է։
Եվ ոմանք ունեն այդ օրը շատ աշխատանք, ոմանք ընդունվեն աշխատանքի կամ հարցազրույցի կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ թեմաների մասին կխոսեք, նաև աշխատանքի հետ կապված ինչ-որ բան տեղի կունենա, գուցե արձակուրդ եք վերցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 13-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, միգուցե նաև դա կապված է աշխատանքի հետ կամ պետական աշխատողի հետ, միգուցե պետական աշխատողն է ձեզ ինչ-որ մի բան ասում, նաև վիճում եք դիմացինի հետ, հետո մտքերի մեջ կընկնեք, կմտածեք, միգուցե ինչ-որ բառ ավելորդ եք ասել, սկսեք քննարկել դուք ինքներդ ձեր մեջ և ինչ-որ բան փակ է։ Չի ստացվում, միգուցե ամուսնու հետ է կապված, միգուցե հարսանիքի հետ է կապված, միգուցե նաև պայմանագրի հետ է կապված, կարող այստեղ վիճում եք դրանից է, հետո սկսում եք մտածել։ Բայց ձեզ կարող եմ փորձել այդ օրը մոլորեցնել, ուշադիր եղեք, թե ինչ եք ստորագրում հատկապես, եթե ինչ-որ մի բան փակ է չի ստացվում, ոնց որ ձեզ փորձում են այդպես համոզել, մոլորեցնել, թե ինչու չի ստացվում, այդպես դա ուշադիր եղեք այդ պահով։ Նաև ոչ է մի բան այդպես փուջիկի նման կպայթի, ինչ-որ մի տեղեկատվություն կիմանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կահիճներին։ Ինչ է սպասվում կահիճներին օգոստոսի 13-ին։
Հարգելի կարիճներ, այդ օրը ժամանակ պայմանավորվել, ուշադիր եղեք, որ չուշանաք, այստեղ կամ առավոտյան շուտ պետք է արթնանաք, որ գնաք։ Նաև ոմանք կստանան հարսանիքի հրավիրատոմս, ոմանք այդ օրը պետք է պայմանագիր կնքեն։ Նաև կարող իմանալ, որ ինչ-որ մեկին ամուսնության առաջարկ են արել, կամ խոսեք դիմացինի հետ եւ ասի, որ ուզում եմ ամուսնության առաջարկ անել։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե մասնագետի հետ, բավականին էմոցիոնալ կլինեք օրվա ընթացքում, տան հետ կապված իրադարձություններ կան կամ ինչ-որ հարցեր շատ լավ լուծում կստանա այդ օրը, տան հետ կապված, իհարկե։ Նաև ոմանք ինչ-որ իրեր կարող են գնել կամ ուբոր կանեք, կամ իրոք առիթ է, պետք է գնաք այդ առիթին, կամ ձեր տանն է առիթը, իրենք են գալու։ Լուսավոր մի բան տեղի կունենա, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի բավականին շատ։ Եվ տատանվում եք այստեղ, ոչ թե ծանրութեթև եք անում, այլ հայի ու չէի մեջ եք տատանվում եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 13-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, նա տարեց անձնավորությունը, կարող ձեր հայրն է կամ ոչ է պաշտոնավոր մարդ։ Հանկարծակի լուր կլսեք, միգուցե օցերի մասին է, կամ իրենք ձեզ ինչ-որ մի բան կասեն, կամ իրենց արարքի մասին, այդպես նաև կարող եք լսել։ Բայց լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի օրվա ընթացքում, երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, դա նաև կարող է լինել, ինչ-որ փաստաթուղթ, եւ երեկոյան տատանվում եք, ինչ-որ հարցեր ծանրութեթև եք անում, մտքերի մեջ եք ընկած, ընտրության առջև կանգնած կլինեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այճեղջյուրներին։ Ինչ է սպասվում այճեղջյուրներին օգոստոսի 13-ին։
Հարգելի այճեղջուներ, այդ օրը ինչ-որ բաներ է, գործեր, հարաբերություններ, ինչ-որ ոլորտը որ կանգնած է, այդ ոլորտը առաջ կգնա, առաջ խաղացում կունենա, զարգացում կունենա, նաև հեռախոսազանգ ունեք այդ օրը, կարող ձեզ համար շատ կարևոր է կամ անկապ, նաև կարող է լինել, երկուսն էլ հնարավոր է մեկ-մեկ զանգարում եմ, երկար խոսում եք, ինչ-որ բանի մասին չեք խոսում։ Օրվա ընթացքում կարող եմ փորձել ձեզ մոլորեցնել, եթե ինչ-որ փաստաթուղթ եք ստորագրելու, շատ ուշադիր եղեք, միշտ ապեք, նաև ինչ-որ մի տեղեկատվություն, այսպես փուչիկի նման կարող է պայթել, ինչ-որ բան իմանաք։ Ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, էմոցիոնալ կլինեք, կարող է նաև լարված գնում եք տեղ հասնեք, որովհետև կամ դիմացինն է ուշանում, դա մարեք էմոցիոնալ իր ուշացման պատճառով։ Եվ այստեղ սա չի լինում, եւ նաև գորգռում եք այդ օրը։ Միգուցե իրոք այստեղ ինչ-որ մեկը ուշանում է, ժամերով կանգնացնում է ձեզ կամ ասում է սպասի կամ մի խոսքով ինչ-որ մի բան է, որ ձեզ հունից հանում է, սկսում եք գորգռել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 13-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ոմանց համար սա ծննդաբերության լուր է, հղիության լուր է, ոմանց համար ուղղակի դե ոչ բոլորը կարող են լսել։ Նաև այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կապված կլինի օրինակ բանկերի, վարկերի, նաև հիվանդանոցի, բժշկական ոչ կենտրոնի, նաև ուսման հետ։ Եվ ձեր գործերը կփորձեք այդ օրը որքան հնարավոր է առաջ մղել, թեկուզ մինչև ուշ ժամը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 13-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը բավականին կարող հուզված լինել, հուզվեք, հանդիպում ունեք շփում կամ ոչ մասնագետի հետ տղամարդենա, միգուցե բժիշկ է, այստեղ նաև հիվանդանոցային պայմաններ կարող են լինել, ոմանց մոտ սա ինտիմ հարաբերությունները որևիցե մասնագետի հետ կամ պետական աշխատողի հետ, նաև այստեղ կարող ասում ուղղակի պետք է պարկեք հանգստանաք կամ ուղղակի պարկեք կարող միգուցե նաև հիվանդանոց, թեկուզ այդ օրը միայն, ամեն դեպս հուզված եք թեկուզ գնում իր մոտ կամ դրանից հետո։ Երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, միգուցե նաև շատ կարևոր փաստաթուղթ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։